Ողջույն, Կորզարարալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձների հետ հայրենադարձության մասին ու թե ինչու Սփյուռքահայը որոշում է հայրենադարձել։ Այսօրվա մեր հյուրը Անահիս Զադիկյան, ողջույն Անահիս ջան։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է ձեզ հյուրընկալ մեր մոտ ու Բրազիլից եք դուք։ Այո։ Երբ եք հայրենադարձել ու ինչի համար եք որոշել գալ Հայաստան։ 2019 թվին, մայիսին, որոշումը եղել է մի քիչ ընտանեկան, մեծ քույրս սկսեց շարժումը դեպի հայրենիք, հետո փոքր քույրս, հետո ես, այսինքն աստիճանաբար քույրերով եք։ Այո, քույրերով տեղափոխվել ենք դեպի Հայաստան։ Այո։ Բայց ծնողների հուշելով թե դուք ձեր որոշումն է։ Հուշումը, այսպես ասած, չի եղել, որ գայինք, բայց կարծում եմ ինչ ծնվել ենք, հուշումը օրորոցային հուշումը միշտ եղել, միշտ էլ զգացել ենք, որ մենք հայ ենք եւ այն հասունացման փուլում կյանք, երբ որ արդեն ուզում ես հասկանաս ինչ ես ուզում անես, ով ես ուզում դառնաս, այդ բոլոր պատասխանները ոնց որ մեզ ուղեկցում են դեպի Հայաստան, որ հասկանանք իսկապես ով ենք մենք եւ այդպես եկել ենք ինքներս մեզ ճանաչելու համար, այսինքն հերթով։ Մեծ մասը սփյուռքահայերուն այս հարցերը դալիս են, բայց ոչ ոք ուղղությունը չի բռնում Հայաստան, այսինքն շատ քիչ։ Դուք եք բռնել եք 11000 կիլոմետր Սաու Պաուլոից Երևան, դա մեծ քայլ է դարբեր մշակույթ եւ այլն, բայց դան մեջի մշակույթը ինքնահաղթել, որովհետեւ ուզում էիք հայ լինեիք։ Այդ գալուց հետո վստահությունը գա, որ կարող եք ստեղ ապրել առաջին օրվանից, որ եկաք առաջին այցից։ Ինչ մտածել եմ տեղափոխվելու մասին, մենք ընտանիքով ինչքան խոսացել ենք, ես շատ ներքին վստահություն ունեի, որ այս է ճանապարհս, այստեղ է տեղը, որտեղ որ ես կհասկանամ Անահիսը ով է եւ դրա համար ինչ եկել եմ, դարբերությունները շատ էին, մարտահրավերները կային, բայց ես շատ համոզված էի, որ պիտի այստեղ լիներ, այլ դարբերակ չկար ու դրա համար կարծում եմ այդ ամեն ինչը օգնեց, որ ավելի հեշտ ընդունեի այս որոշումը, այսինքն իմ ես ավելի հեշտ անցներ այդ փուլով։ Եվ դեսնելուց հետո եղավ։ Ոչ թե դեսնելուց առաջ։ Գիտեք ինչպես, այնքան շատ ենք միշտ լսել հայրենիքի մասին դունը, որ կարծես թե ես արդեն հայրենիքս ճանաչում էի, ուղղակի չէի իմանում ժամանակակից հայրենիքը որն էր։ Ու եկա եւ այն պատմականը, որ ունեի ժամանակակիցի հետ, sense գրկեցի եւ երկուսով երեքով ավելի շատ անցանք առաջ, այո։ Սիրեցիք, հա։ Այո, շատ։ Շատ կարևոր է այդ առաջին փուլը ոնց է, որով շատերը կգան, էլի նույն քաղաքից կարող է մեկ նույն ընտանիքից մեկը ծեր նման ասում, նույնիսկ ասում է չէ իմը չի։ Այո։ Այդ զարմանալի երևույթ է, նույն մշակույթից եկած, նույն հայրենասիրությունը սովորած, բայց մեկը ասում է չէ, ես ուզում եմ իմ մայրիկի մոտ մնալ, հայրենիքի Հայաստանի, մյուսն էլ ասում է չէ, հերվից ավելի լավ է։ Այո։ Ունեք զանոթներ այսպեսին։ Իհարկե ունեմ, կան զանոթներ, որ մտածում են հերվից ավելի լավ է, ուղղակի հերվից ավելի հեշտ է։ Բայց ավելի հեշտ է, եթե նայում ես հարմարությանդ, երբ որ նայում ես ընտանիքիդ ապագայի մասին, արժեքների, թե ով ինչ եմ ես ուզում երեխայի սովորացնեմ կամ ինչ միջավայրում եմ ուզում իմ երեխան սովորացնել, ապա ավելի լավ է հեշտ թողնել Սփյուռքում եւ գալ գոնե մի քիչ ավելի դժվար է լինելու ինչ որ տեղ, բայց գոնե սիրտդ հանգիստ կլինի, որ դու շարունակում ես քո ճանապարհը որպես հայ, այն ճանապարհը, որ ինչ-ինչ պատճառներով ամեն մի ընտանիքում դադար է եղել, որովհետեւ ցեղասպանություն կամ խնդիրներ, արտակաղթ եւ գալիս այն պահը, որ պետք է հասկանաս, որ օքեյ, հեշտ ոչինչ, անցնեմ իմ ճանապարհին, որը անպայման չի հեշտ լինելը, բայց քո ճանապարհն է։ Բայց Անահիտ, հեշտ լինելը առաջին փուլի մասին է, որովհետև միշտ չէ որ դժվար է մեր մոտ, ու նաև միշտ չէ որ այնտեղ հեշտ է, որովհետև գնում ես մեկ-մեկ այցելում ես, բոլորը սկսում են թշկողելու, չգիտեմ, հարգերից, իրենց նախաքաներից, միջազգային ամեն ինչերից, չի որ այնտեղ հեշտ է, այստեղ մեր մոտ մի քիչ դժվարով ենք գնում, մենք հաճույք ենք ստանում այստեղ։ Այո, հեշտը, երբ որ ասում եմ դրսի մասին, այն հեշտն է, որ քո ընտանիքը մոդդ է, քո դունը արդեն ամեն ինչ գիտես, ամեն ինչ անգիր գիտես, տեղերը, ինչպես է քո կյանքը եւ գալիս ես մի տեղ, որտեղ որ պետքա զերոյից բացահայտես, այսինքն ոնց որ նորից քայլել սովորեիր, ինչպես անել, ուր գնալ, ում դիմել, ծանոթ չունեմ, այս ամեն ինչը ոնց որ այդ հեշտության մասին է, որ քո ծննդավայրում կա, Հայաստանում չկա, բայց քիչ-քիչ
Վերանում ընդհանրապես վերջերս սկսում ես ավելի շատ ընկեր ունենալ ստեղ, քան այնտեղ։ Այսպես է կա, այո։ Բայց ցերկալը նաև հետաքրքիր է Բրազիլից, չեմ համեմատում Լիբանանի կամ Սիրիայի, որովհետև թե արևելքա, թե էլ փոքր երկիրներ են, այսպես ասած, նման Հայաստանի, այսպես ասած նաև, բայց դու գալիս եք լրիվ այլ մշակույթից, լրիվ աշխարհի ծայրից մեր համար 210 միլիոն ժողովրդից, ինչպես է այդ տեղափոխումը դեղի ունենում ու ինչպես է պլյուսերը մինուսներից ավելա է ստեղ գալիս հետո թե գարոդում եք այնտեղ։ Գարոդը գա որպես ծննդավայր։ Ոչ ծնողային։ Այո, վերջապես ընտանիքդ ամեն ինչ տեսնում ես, ինչ հիշում ես, այն մանկության հիշողությունները կապված են Բրազիլիայի հետ, բայց իրականում երբեք չեմ իմանում ինչպես ճիշտ բացատրել մեր ընտանիքը, բանավանդ բաբայիս ընտանիքը, բաբայիս կողմը մեզ այնպես են սովորեցրել, որ մենք երբևիցե չենք մտածել, որ Բրազիլիան մեր հայրենիքն է։ Այսինքն մենք այնպես ենք սենց տակուկ հայկական միջավայրում մեծացել, որ մտքովս չէր անցել արդյոք Բրազիլիայում հայրենիքն է, այդ հարցը չկար, միշտ իմացել եմ հայ եմ, ուղղակի ուրիշ տեղ եմ ծնվել, այսպես պատահեց։ Եվ դրա համար Հայաստան գալը հիմա չեմ դիտարկում վերադառնալ, կարոտը իհարկե միշտ կա, ես ինչ եկել եմ չեմ վերադարձել, ուզում եմ, բայց որպես արդեն հյուր, որպես տուրիստ, որովհետև իմ տունն է։ Հիանալի դաստիարակություն է այս, որը իսկապես դարձրել էր դան մեջ հայրենիք ու ասել էին մեզ նաև որ անգախանա բոլորս գործ չունենք այլևս Սփյուռքում ու դենց էլ ծեր ընտանիքում բայց հազարավոր հայկական ընտանիքներ չեն որ սենց են շատերը այո ասում են շատ լավ է հայրենիքը բայց մեր համար չի բայց ծեր նմանները այսքան հերու այսքան դարբեր մշակույթից գալիս են այստեղ ես իսկապես ուրախանում եմ ցեզ մարդիկ հյուրընկալելով ու հետը խոսելով ու զրուցելով ու քաղաքարներ գիսվելով դուք եկաք այստեղ ինչ փուլում եք համալսարան դպրոց ինչ արեցիք հենց եկաք Բրազիլում վերջացրեցի դպրոցը եւ դրանից հետո դերևս որ չերի որոշել ինչ եմ ուզում ուսանել բաբայիս հետ մի քիչ աշխատեցի բաբաս էլ մեզ միշտ քաջալերել որ արեք այնինչ սիրում եք թեգուզ եթե ժամանակ մի քիչ տակ ձեզ որ հասկանաք ինչ եք սիրում ուրեմն այդ pressure-ը չկար որ շուտ ընտրեմ մասնագիտությունը դրա համար բաբայիս հետ 3 տարի աշխատեցի դպրոցից հետո Եվ որոշեցի տեղափոխվել Հայաստան, ես միշտ նկարել սիրել եմ, դա եղել է հոբբի, երբ որ եկա Հայաստան, մի քիչ հետաքրքրվեցի ինչ կարող եմ անել, այսինքն ես եկել էի, բայց չէի իմանում դեռ ինչ պետք է անեի, եւ որոշեցի դիմել Armenian State Academy of Fine Arts, Գեղարվեստի ակադեմիա Հայաստանի, Եվ անցել եմ, եւ այնտեղ եմ ուսանել արդեն 4 տարի, բայց արդեն համատեղ աշխատում էի պրակտիկայի էի անցել, փորձաշրջան։ Այո, այսպես քիչ-քիչ մասնագիտությունս էլ ձևավորվեց։ Այսինքն նկարչուհի ես։ Այո, նկարազարդող, illustrator եւ graphic designer։ Graphic designer։ Նաեւ առաջին, այսինքն համալսարանը ավարտելուց հետո սկսակ աշխատելու, ինչ որտեղ դե դուք հավաս զուգահեռ է եղել։ Համուսանել եմ, համաշխատել եմ։ Դուք Թե ուրիշի համար, միշտ ուրիշի համար, մինչև հիմա ուրիշի համար, այսինքն agency-ներում, marketing agency-ներում, գովազդային եւ այլն։ Բայց freelance։ Full time։ Դուք իրենց մոտ, հա, որովհետեւ շատ մարդ կա ազատ գրաֆիկով բոլորի հետ աշխատում է։ Չէ, ինձ մի քիչ պետք էր օֆիս ջանաչեի, տեսնեի Հայաստանում ինչպես են աշխատում մարդիկ եւ այլն այդ շփումը ինչ շատ էր պետք հիմա մի քիչ արդեն ֆրիլանս եմ անցել արդեն մի քիչ հոգնել էի օֆիսից բայց դերևս շարունակում եմ էջենսիների հետ համագործակցել բայց շատ սիրուն է ծեր ոճը անգեղ ձեզ տեսել եմ ու իսկապես այդ illustration-ի ոճը թե ժամանակագից է թե չգիտեմ քույները իր ոճը ընդհանրապես շատ լավ է այս ներշնչումը եկել է Հայաստանում Որով հայկական են մի քիչ ավելի Մասնավորապես Բրազիլում էլ ինչքան դուդուլայանում խզբզում էի միշտ եղել է ինչ-որ հայկական ձևով բայց կարծես թե իմ բոլոր պատասխանները հայրենիքում էին սպասում որովհետև Բրազիլում այո նկարում էի բայց չէի հասկանում ինչպես ոնց որ communication-ի դուրս գա իմ զգացողությունների հետ եւ Հայաստանում արդեն պոզալի պես մի մասիկը մյուսին կպավ եւ ես հասկացա որ Այդպես եմ կարողանում արտահայտվել այնինչ զգում եմ հայրենիքի հանդեպ, այսինքն ավելի լավ քան խոսալ, ես կարող եմ նկարել եւ ասել ինչ եմ զգում ազգիս հանդեպ, հողիս հանդեպ, ապակայիս հանդեպ, անցյալիս հանդեպ։ Հիանալի։ Իսկ դուք էջ ունեք Instagram-ին, մի հատ ասեք որ Հա, AFart-ը, Edges,
Ինչպես A of Art A of Art Այո A of Art այնտեղ ես կիսվում եմ այն illustration-ներով որ անում եմ որոնք ինձ կապում են հայրենիքում եւ իհարկե իմ կերպարների մեծագույն ոգեշնչումը նաեւ իմ ընկերներն են մարդիկ ում ես սիրում եմ եւ այսպես այնտեղ կգտնեն այնինչ ամենաշատը սիրում եմ։ Գարեն պատվիրեն իրենք ուզած։ Կարող է, այո, լինում է որ հրավիրատոմս հարսանիքի պատվիրում են, որ լինեն մի քիչ հայկական շնչով շատ եմ սիրում, որտեղ հարսանիքներ շատ եմ սիրում եւ շատ եմ ուրախանում, որ կարողանում եմ ինչ որ ձև նկարազարդել սերը։ Ինչ լավ է։ Ու ձեր քույրիկներն էլ ստեղ են հիմա, միասին ընտանեկան մթնոլորտն էլ ունեք, կորձն էլ ունեք, այսինքն լրիվ ունեք այդ ինչ որ պետքա ընդամենը 6 տարվա մեջ։ Ունենք, կարծում եմ ունենք, միայն չունենք բաբայիս ու մամաս հստակեցրած ստեղ եւ եղբայրս, որ դերևս գնում գալիս են Բրազիլիայից։ Բաբաս, մամաս եւ եղբայրս, որ հաստատվեն Հայաստանում, մենք ամեն ինչ արդեն կունենանք։ Բայց դուք ասել եք, որ ձեր քույրը երեխա է ունենալու, իսկ հիմա այդ երեխան բաբային մամային շատ շուտ կպերի։ Այո, ես էլ եմ կարծում։ Ինչքան խոսած, այդ երեխան ամեն ինչը գանի։ Իսկ ձեր կորձի մեջ տասական հարցը AI չի խանգարում։ Հոգեպես շատ է խնդարում, որովհետև ես նաև որպես graphic designer AI-ից շատ եմ օգտվում, այսպես սիրո եւ ատելության հարաբերությունը, որովհետև համ շատ է օգնում, համ էլ ես գիտեմ, որ կարող է ինչ-որ ձև խոչընդոտվի արտիստների կյանքը։ Փոխարինին։ Այո, բայց ես հավատում եմ, որ զգացմունքը եւ սերը դա անփոխարինելի է ցանկացած տեխնիկայով, գիտեմ ամեն ինչ զարգանում է, աշխարհը զարգանում է, ChatGPT-ով կարաս ավելի խորը խոսակցություններ ունենաս, քան սովորական մարդկանց հետ, բայց վերջը սերը եւ ջերմությունը դա մնում է մարդկային ռեսուրսներից ելնելով, դրա համար մտածում եմ ինչ որտեղ AI-ը կարող է ինձ մի քիչ support անի, մի քիչ տուժի, բայց մեգա դարբեր ճանապարհներ ենք շարունակում կյանքի։ Իսկ 19 թվականին եկաք դուք տեսել եք ոչ պատերազմային Հայաստան, տեսել եք պատերազմը ու տեսել եք հիմա։ Այո։ Այդ բոլորի մեջ չեկավ զգացում, որ ինչու է մեգել կամ ինչ վատ է մեր երկիրը, թե եկել է մույս զգացումը, որ ասում եք լավ է որ ստեղ եմ։ Մույս զգացումը, որովհետև իհարկե ես որպես Բրազիլիայից մարդ ընդհանրապես պատերազմը չգիտեի ինչ է։ Էդի շեշտեմ, որ ես համարում եմ հայաստանցիները շատ ուժեղ, բոլոր խնդիրները, որ ունեցել են շարունակում են ապրել, պատերազմներից ելնելով ես չէի պատկերացնում դա ինչ էր եւ երբ որ տեսա հասկացա ինչքան հզոր է մեր ազգը, բայց ավելի շատ ինձ հզորացրել է այն առումով, որ ես կարողացել եմ իմ գործունեությամբ ինչ որ ձև աջակցել թեկուզ փոքր չափով իմ հայրենիքը եւ նաեւ իմ ամուսինը պատերազմի վիրավոր է, մենք ճանաչել ենք պատերազմից հետո մի հատ ջամբարում, հայորդի ջամբարում, որտեղ որ զոհված զինվորների երեխաների համար ջամբար էր, անմիջապես 21 թվին սկսել են աշխատանքները, եւ ես իրան ճանաչել եմ այնպես, ու միշտ մտածում եմ, որ հայրենիքը թեկուզ ցավ ապրելով դերևս ինձ սեր է բարգեւել, որ ճանաչել եմ ամուսնուց, որ նույնպես ցավ է ապրել պատերազմի ժամանակ, բայց չի հուսահատվել, եւ երբ ես նայում եմ իր կյանքը եւ իր անցած ճանապարհը, հասկանում եմ, որ թեկուզ ցավից հետո ուժելա լինում եւ սերելա լինում, որ կարող ենք նորից տալ հայրենիքին եւ նորից հետ ստանալ։ Դե հողը դալիս է ու Աստված դալիս է մեզ ուժը։ Այո, ես հավատում եմ։ Իրան տեսնելով ես չեմ կարող։ 20-ից հետո։ Այո, 22 թվին հայորդի ջամբարներ, որտեղ որ ինչպես նշեցի, բոլոր երեխաները, այն երեխաներն են, ովքեր պապան կամ եղբայրները կորցրել են պատերազմի ժամանակ։ Դուք էլ կամավոր եք։ Այո, ես կամավոր էի որպես նկարչուհի, ինքն էլ կամավոր էր որպես ջոկատավար, որ երեխաների հետ ոնց որ ամեն մի ջոկատ մի վիրավոր զինվոր ուներ, ինքը իր ջոկատով էր եւ այսպես իրար ճանաչել ենք այնտեղ եւ շատ հետաքրքիր եմ տեսնում իջև հիմա, որ կարծես թե եթե պատերազմը չլիներ, ես վստահ եմ իրան չէի ճանաչի եւ հասա այն եզրակացության, որ ցավից էլ կարողանում ես վերածնվես եւ ինչ որ սեր քաղես։ Այո, եւ շատ եմ ցանկանում, որ բոլոր մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ ինչ որ ցավ են ապրել, կարողանան սեր ստանալ եւ հոգատարություն եւ աջակցություն, թե սեր մեր ազգից, որ այդ չարությունը վերանա եւ դարբերությունը, որ մենք տնում ենք մեր մեջ, թե թեկուզ հոգատարություն եւ աջակցություն պետությունից, որ երբեք չզգան, որ իրանք արհամարած են կամ իրանք ցավը արհամարած է։ Շատ ճիշտ խոսք է։ Իսկ Սաո Պաուլո ծնված մեծացած ու Երևանցի, ինքը Երևան ծնված մեծացած իրար հետ գտնում են, չէ, որպես հայ
մեկ դուն գազմելու գաղափարը։ Այո, կարծում եմ իրականում ինքը Էջմիածնից է։ Նշեմ, եթե ինքը լսի, որ Երևանից է չի սիրել, ինքը Էջմիածնից է եւ կարծում եմ, որ սերը առաջինը սահմաններ չի ճանաչում եւ երկրորդ, երբ որ հայը պատրաստ է որպես հայ ապրի, արդեն չի մտածում ես սփյուռքահայ եմ, ինքը հայաստանցի է, ես այստեղից եմ, ինքը այնտեղից է, այդ ամեն ինչը շատ եմ ուզում որ վերանա մի օր, թեկուզ դարբերությունը արցախցի հայաստանցի կուզենամ որ մենք մի օր ուղղակի մեզ ճանաչենք որպես հայ ու արդեն ոչ մի սահման մեզ չի պահի։ Ձեր նման օրինակները արդեն ապացույց են այդ ամեն ինչի մասին, որ դուք այսքան հերվից եկել եք ուստեղ նույնը ես էլ դրսից եկած ստեղ ամուսնացած, բայց գիտեք ինչ է, շատ կարևոր թեմա է, որ ասում են սերը սահմաններ չի ճանաչում։ Ես համոզված եմ, որ չգիտեմ, Էջմիածին ծնվածը կարող է, չգիտեմ, Չինաստանի մեջ մի հատ աղջիկա սիրի սահման չունենա, բայց այնտեղ ես իմ վեճս շատերի հետ որ սփյուռքում օդարների հետ են ամուսնանում, իրականությունը ասենք, ես չեմ ասում որ այդ դվյալ մարդը վատ է կամ դվյալ ասկը վատ է, չէ, իրենց լավություններ ունեն, մենք մեր վատություններ ունենք, բայց եւ որ ուզում ես ընտանիք կազմես 24 ժամ 7 օր 365 օր իրար հետ ապրես, պետք է ուրախանալու ու դխրելու բաները շատ ավելի իրար հետ նման լինեն։ Համաձայն եմ։ Ու եթե հայ ես, հայու հետ նույն նմանությունը պիտի ունենաս ու դրանք ավելի շատանում են։ Այսինքն եթե պիտի ամուսնանաս, չգիտեմ, 70% իրար հասկանալով, այո, ավելի լավ է, քան թե երթաս, չգիտեմ, չինացու հետ 40-30%-ով համա։ Այդ էլ կարելի ամուսնանալ, կարելի է ընտանիք կազմել, բայց քիչ կլինեն նույնանման բաները։ Մի քանի օր առաջ չգիտեմ, Լևոն Արոնյանը հաղթել էր ինչ որ քավատ Ամերիկայում, բոլորս ուրախացանք, օրինակ գինս էլ ուրախացավ, միշտ էլ ուրախացավ, եթե ծեր օրինակ գինը, չգիտեմ, լիներ իդալուհի, շատ հոգը չպիտի լիներ։ Այդ բաների մասին է խոսքը, ոչ թե մենք լավ ենք, թե իրենք ավելի լավ են, կամ մենք ավելի վատ ենք։ Այդ նմանությունները ինչքան ավելի նման լինենք, ինչքան ավելի ընտանիքը հաջող կլինի։ Հիմա պիտի ասեմ որ հայը հայուն են ամուսնացել է չի հաջողվել, բայց մեծ մասը ավելի հաջող է լինում, եթե իրար նույն ազգի մարդիկ իրար հետ ամուսնանան, համաձայն եք։ Ես որպես Անայիս այդպես եմ մտածում, ես հավատում եմ որ հայը պետք է հայ հետ ընտանիք ստեղծի, իսեր մեր արմատներին, իսեր մեր ընտանիքների անցած ճանապարհը եւ նաեւ հանուն այն մտքի արժեքների համապատասխանատվությունը, բայց նաեւ գիտեմ որ շատ հայեր այլ ճանապարհ են ընտրում, իհարկե ես իրանց չեմ քննադատում, բայց ես համոզված եմ իմ որոշումների վրա եւ համոզված եմ որ ես պիտի հայ հետ լինեմ, որովհետեւ ուզում եմ իմ երեխաները հայ լինել, ինչքան շատ կարողանամ դա փոխանցեմ իրանց եւ դա համագործակցությամբ իմ ամուսնու հետ, այսինքն համատեղ է։ Իհարկե գիտեմ որ կան զույգեր, երբ որ կամ կինը կամ ամուսինը հայ չի եւ հրաշալի հայ երեխաներ են ունենում, եւ ես դա շատ ողջունում եմ, բայց գիտակցում եմ որ դա շատ քիչ տոկոս է, մենք Բրազիլում ունենք օրինակներ, որ հայերը հայ հետ արդեն շատ են հեռացել հայրենիքից, այսինքն հավատում եմ որ երկու ճանապարհներ են հայ մնալու, առաջինը Հայաստան գալ եւ երկրորդը աշխատել, որ հնարավորինս հայ ընտանիք ունենալ։ Հիմա ինչա պետք է հայ ընտանիքը ունենալ, ամեն մեկը մի հասկացողություն ունի։ Իմ համար հայ կողակից ունենալ հայկական հայեցի արժեքներով եւ ապրելակերպով։ Ապրեք, ծեր քույրը ամուսնացած է հայ հետ ստեղ, թուկել, մյուս քույրն էլ։ Այո։ Ինքն էլ։ Այո։ Երեք Հայաստանում եք ամուսնացած։ Իմ մեր տեսաներից մեկը Սուրիա հայ է, մյուսը աշտարակցի։ Իմ ամուսինը Էջմիածնեցի ու ես սիրում եմ կատականել, որ ամեն մի կողմ աշխարհում մենք այսպես բաժանվել ենք, որ կարողանանք շատ մեծ ընտանիք ունենալ։ Մեծ օրինակ եք դուք, ունիք քույր դեր երեք։ Չէ, եղբայրս Սետրակը, որ Բրազիլում է բաբայիս հետ հիմա։ Ինչ լավ է, այդ բաբայի ուրախությունն է հբարձանքա, որ այս ուղղությամբ է գնացել, որովհետեւ այս սերունդի, ծեր սերունդիները սփյուռքում, չգիտեմ 50%, 70% ոչ հայ են edel ամուսնանում, ոչ չեն քննադատում, բայց ավելի լավ էր այս ծեր արածը անեին ու կային թե հողի վրա ընտանիք կազմեն, թե 100% հայ լինեին, թե ինչքան գարան երեխա ունենային, որը մեզ պետք է այս ամեն ինչը, որ բահենք այս մեր հայրենիքը ու գնանք առաջ ու զարգացնենք այս երկիրը բոլորս միասին։ Դուք նաև իհարկե կորզում եք, աշխատում եք, ընտանիք ունեք, ինչն է ցես հաջող պատճառում Հայաստանում մնալով, ինչ գողքից կորձունեություններ է գանում բացի կամավորությունից։ Բացի կամավորությունից իմ ամենամեծ սիրո եւ ոգեշնչման աղբյուրը վերադարձ ազգագրական
անսամբլն է, որը ազգային բարերի երգերի համույթ է, վերադարձի հետ եմ արդեն 4 տարի է եւ Բրազիլիում էլ շատ էի սիրում ազգագրական բարերը, բայց իհարկե շատ հնարավորություն չէի ունենում ուսումնասիրելու, որովհետեւ մենք վերջապես Բրազիլիայում ենք եւ շատ հերո ենք ամեն ինչից եւ երբ եկա Հայաստան շատ էի փնտրում ինչ որ խումբ, քանի որ Հայաստանում խմբերը շատ են, բայց դերևս չէի մեջ չէի եղել, այսինքն թե տեսակի, թե արժեքների եւ պատահական իսկապես սիրում եմ շեշտել, որ հայրենիքը ինձ տվել է ամեն ինչ ունեմ հիմա, տվել է իմ մասնագիտությունը, տվել է կյանքի սերը, որը ամուսինս է, տվել է վերադարձս ու շատ պատահական կերպով եւ վերադարձում հայկական արժեքների եւ հայեցի ապրելակերպի վարումը շատ պայծառ է, սկսած մեր ղեկավարից, որ արվեստագետ է, ինքը նկարիչ է, կարծում եմ դա էլ ամենաշատ ինձ հիացնում է, որ այն մարդն է, ով ուղղակի սիրում է հայրենիքը, ուղղակի որովհետև սիրում է հայրենիքը, այլ պատճառ չունի, այսինքն այսպես դնեմ, եւ դա արտացոլվում է մեզ եւ վերադարձում ես կարողանում եմ full circle-ով լրացնեմ իմ հայ ես, այսինքն աշխատում եմ Հայաստանում, կարողանում եմ կամավոր աշխատել իմ նկարչությունով, բայց վերադարձում այլ ձևի լիցքավորվում եմ, տեսնում եմ, որ դերևս հայեր կան, ովքեր ապրում են մշակույթով եւ ովքեր սիրում են հայ լինելը, որովհետեւ երբեմն շատ չար մարդկանց են հանդիպում, որոնք մի քիչ չար խոսքեր են տարածում հայրենիքի մասին եւ դա դուրս չի գալիս եւ երբեմն որ լինում եմ այդ հայկական բուն միջավայրներում, վերհիշում եմ, որ իմ նման մարդիկ կան ու շատ են, շատ իսկապես ես էլ համոզված եմ 20-րդ տարիս է, այո, կան չար մարդիկ, բայց կան նաև հիանալի մարդիկ, ոչ թե լավ մարդիկ, հիանալի մարդիկ, որով գարաս հետենին գիսվես ամեն ինչով, ուրախությունները նույնիսկ տխուր ժամանակ հասնում են քեզ, այդ դրանից ավելի լավ բան չկա։ Համաձայն եմ։ Ու ինչ միջոցառումներին եք մասնակցում վերադարձով, ինչեր եք անում, որ մարդիկ կան նայեն։ Ամենավերջինը, ամենաթարմը գութաններ, ազգային փառատոնը, այո, կասկածում եմ շատ սիրուն փառատոնը, երբ որ հասկանում ես, որ Հայաստանում հայկական փառատոները շատ սիրված են, միայն sense գինո փառատոները չեն, որ աշխատում են Հայաստանում, նաև հայկական հայ լինելը եւ հայկական միջավայրները շատ գնահատվում են։ Ընդհանուր վերադարձով դարբեր նաև Birthright Armenia-ի հետ համագործակցում ենք մի հատ excursion կա, որտեղ որ կամավորները կարող են ճանաչել ավելի մոտիկից հայկական մշակույթը եւ այսպես դրսում հավաքում ենք, ապարում ենք եւ այլն եւ բարբերաբար միջոցառումներին հաղորդներ, դարբեր զատիկ, դարբեր տոներ հայկական, որտեղ որ եկեղեցիների փակում, այո, ամեն մի խումբ սովորաբար դարբեր եկեղեցի է գնում, դրա համար մենք էլ գնում ենք։ Այդ հիանալի դեսարանա իսկապես զատիկից հետո դուրս պակ ու դեսնես, որ մի հատ 200 հոգինոց խումբ սկսում է բարել ժողովրդի հետ մեջ մտած, դրանից ավելի հիացում ուրախություն չկա մեր ստեղ վերադառնալուց հետո ես ինչ որ տեսնում եմ դա փառատոնը նաև Կուտանի որ տեսնում ես հարյուրավոր երդասարտներ մեծերի մասին չեմ խոսում եկել են ուզում են բարեն ուզում են փեմի վրա բարեն ուզում են ներքևը բարեն աստիճանների վրա բարեն շատ ավելի քան նախին սերունդը այո այդ հիացնում է ինձ իսկապես հիանալի է այսինքն կարծում եմ որ վերադարձը դեպի արմատները իսկապես աշխատում է եւ գալու է ինչ որ բախ եւ որ յուրաքանչյուր երդասարտ հասկանալու է որ ինքը պետք է նախ իրան ճանաչի հետո մտածի դուրս գալու մասին, կամ մտածի ինչ որ այլ երկրների տրենդերի հետևից ընկնելու մասին պետք է նախ ինքն իրան ճանաչի եւ ճանաչելուց հետո արդեն որոշի հիմա ինչ եմ ուզում անել, ինչ եմ ուզում սիրել, ինչ եմ ուզում ապրել, բայց ամենակարևորը ճանաչել ինքդ քեզ եւ այդ հարցով ազգային պարը ու երգը մեզ շատ է ուղեկցում։ Քեզ շատ բան պետք է միայն սովորել եւ հասկանալ ով ես դու։ ու զարմանալի չեն գշտանում ժամերով ու ինձ հույս տա դալիս որովհետև հիմա շատ չար ուժեր կան որ ուզում են այս երգիրը հայությունից հեռացնեն ուզում են արժեքները ջարդեն եւ այլն ու սա երդասարտներու մեջ պիտի հաղթի իրենց միանշանակ ես վստահ եմ ու դրանով եմ ներշնչված բավականին իսկ ստեղ ընկերներ ունեք քիչ առաջ խոսացինք դուք այնտեղ էլ հաստատ ընկերներ ունեիք ինչպես այդ համեմատությունը չգիտեմ Բրազիլիում էլ ընկեր ունեք բայց ստեղի ընկերները ինչպես են տարբերվում ընդեղից իմ ընկերները Բրազիլից շատ քիչ են այսինքն ունեմ մեկ շատ մոտիկ ընկերուհի սենց դբրոցից ամենա ինչ ծնվել ենք մենք իրար ճանաչում ենք ինքը իմ շատ լավ ընկերուհին է
Բայց Բրազիլում իմ շատ ընկերական միջավայրով չեմ եկել Հայաստան իրականում, նախ որովհետև այն ժամանակ այլ հասունացման փուլում էի եւ իսկապես մնացին իմ անկության լավ ընկերները, դպրոցի ընկերները, այսպես ասած։ Երբ որ եկա Հայաստան, ինձ շատ դժվար էր հասկանալ ինչպես պետքա ընտրեմ նոր ընկերներ, ինչպես է դա ստեղծում, այսինքն գարձես թե կյանքը 0-ից է սկսում։ Նոր միջավայրը չի։ Այո, նոր միջավայր, ինչպես պիտի հասկանամ, որովհետև Բրազիլում եթե իմ չափանիշը հայ լինելը կամ հայ չլինելն էր, Հայաստանում բոլորը հայ են, արդեն ուրիշ չափանիշներ պետքա հասկանաս, այսինքն այս մարդը այս տեսակի արժեքներ ունի, այս մարդը այն տեսակի, եւ այսօր իմ լավագույն ընկերները իսկապես վերադարձի անդամներն են, մաքուր ու բարձ մարդիկն են, ովքեր ճանաչել եմ եւ իհարկե հայրենի ջամբարի ընկերներս էլ այսպես կարծում եմ ընտանիք հայրենիքային պես է ընտրել իմ միջավայրները, որ անկախ ամեն ինչից իրենք դարձել են շատ լավ ընկերներ ու շատ լավ մարդիկ, ում հետ շփումս մշտական է եւ ում հետ վստահ եմ, որ երկար պիտի անցնեմ հայրենիքում ճանապարհս։ Ամենից այդ բադահական չի ինչ տալիս եք դուք գալիս է ցեզ այդ ամենա ճիշտ բացատրությունը եթե դուք լավը չլինեիք լավ մարդկանց չէիք հանդիպի այդ ցանկի օրենքն է աշխարհի օրենքն է երևի այո իսկ ցեր նման մարդկանց լինի դա Բրազիլում լինի դա Լատին Ամերիկայում կամ ուրիշ երկրներում որ հայեր ցեր դարիքում հիմա համալսարանում են կամ վերջացրել են ամուսնացել են կամ չեն ամուսնացել ինչ խորհուրդ կտակ իրենց որ բոլորս միասին այս հաղորդումն հետը հրավիրենք որ այստեղ շատանանք Գիտեք ժամանակին ես շատ ավելի շատ էի պայքարում, շատ ավելի տակարյուն էի այն առումով, որ մի քիչ կռվում էի, ասում էի, հայը պետք է Հայաստան գալ, հայը չի կարող Հայաստանից դուրս գալ եւ այլն։ Հիմա ես մի քիչ համ էլ մեծացել եմ, համ մի քիչ էլ ապրել եմ, ես հասկացել եմ, որ եթե դու քեզ հայ ես զգում, իմացիր դու այս երկրի կարիքն ունես, այսինքն ինչ որ պահին դրսում այդ հայը զգալը ինքը պիտի սփարվի, եթե չգաս աղբյուր, եւ հայրենիքն է մեր աղբյուրը։ Հիմա ինչքան էլ խոսանք անցյալի մասին մենք այսօր ունենք այս հայրենիքը եւ այսօր պետք է գանք որպես հայ բաց սրտով ընդունենք Հայաստանը ոնց կա փորձենք ուղղենք այնինչ որ կարողանում ենք բայց սիրենք շատ սիրենք եւ շատ կուզենամ որ յուրաքանչյուր հայ որ իրան հայ է ճանաչում իրան արի տա Հայաստան գալու եւ հասկանա այսինչ երկիր է ոչ որպես ամառային արցագուրտ որ գա եւ ռեստորաններ սրճարաններում լինի այլ ուղղակի իրան որպես հայ ես գա իր սեփական հողի վրա եւ ես վստահ եմ երբ որ ինքը գա եւ իրան թույլ տա զգա իր հողը եւ իր արևը եւ իր ջուրը պիտի հասկանա որ ես երևի անելիք ունեմ այստեղ նաեւ չեմ աջակցում այն հայերը որ մտածում են դրսից կգան Հայաստան ու կփրկեն Հայաստանը որտեւ իրանք շատ մեծ պոտենցիալ ենք այո բոլորը շատ մեծ պոտենցիալ ենք բայց չմտածենք որ մենք հայրենիքի բրգիչն ենք պետք է մտածենք հայրենիքն է մեզ բրկում հայրենիքն այնց բրկել, հայրենիքն այնց դրել ճանապարհիս վրա, ես չեմ եկել հայրենիքս բրկելու, ես շատ փոքրիկ եմ, ես մաքսիմում կարող եմ սիրտս մաքուր պահել, փորձեմ լավ հայ լինել եւ այսպես արդեն գազդեմ հայրենիքիս վրա իմ բարյությամբ կամ իմ մաքուր սրտով եւ այսպես աջակցում եմ որ հայերը կան ու հասկանան ինչ է հայրենիքը մեզ տալիս։ Հրաշալի մոդեցում է այս ամեն ինչը։ Անայսյան հայրիկն ու մայրիկը վստահ եմ շատ ուրախ եմ որ իրենց երեք աղջիկները եկան Հայաստան ընտանիք կազմեցին դարոցը ծեր եղբորը Աստված օրդից էր ընտանիքը որ sense քայլ արել հույսով եմ շատերը անեն այդ ինչ որ դուք արեցիք հաջողություն եմ մաղթում շատ շնորհակալ եմ